Սենսացիոն վերնագրերով ու չճշտված բովանդակությամբ տեսանյութեր, հոդվածներ համացանցում ինչքան ասես կան։ Ու դրանց հեղինակները հիմնականում մեդիա բովանդակություն ստեղծող կազմակերպությունները չեն, այսինքն հեռուստատեսությունները, հայտնի լրատվական կայքերը կամ ռադիոկայանները։ Սոցիալական էջերի զարգացմանն ու տարածմանը զուգահեռ մեդիա բովանդակություն ստեղծելը դադարել է լինել պրոֆեսիոնալ լրագրողների մենաշնորհը։ Անգամ գրառումը նույնպես դա կարելի է ասել մեդիա բովանդակություն է։ Այսօր մեդիագրագիտության հմտությունը եւ ընդհանրապես մեդիա բովանդակություն ստեղծելու հմտությունները եւ մեդիան սպառելու հմտությունները, կարողությունները դրանք օդի ջրի պես մեզ անհրաժեշտ են, հա, ինչպես կողմնորոշվել է շատ արագաշարժ հորձանուտում լրատվական բովանդակության, ինչպես կողմնորոշվել արհեստական բանականության միջամտությամբ ստեղծված բովանդակության մեջ, ինչպես հասկանալ, որ նա քարոզչություն է։ Ստացվում է, որ համացանցում սոցիալական հարթակում քաոսային իրավիճակ է, դրանից գլուխ հանելու համար պետք է լինել մեդիա գրագետ։ Մասնագետները փաստում են, կեղծ կամ ֆեյք լուրերը միշտ եղել են ու կլինեն, քանի որ դրանց սպառողը կա։ Պարզապես հիմա ֆեյք լուրերի ծավալները շատ մեծ են։ Բայց այդտեղ դե հասկանանք արդյոք շատ ու շատ մարդիկ մեդիա են համարվում, որովհետև ունեն հեռախոս, ունեն տեսախցիկ, ունեն կայք ու իրենք համարվում են մեդիա ռեսուրս կամ մեդիա դաշտի ներկայացուցիչներ։ Ըստակ կարող եմ ասել ոչ, որովհետև մենք խոսում ենք ժողովրդավարությունից, մենք խոսում ենք խոսքի ազատությունից, մենք խոսում ենք մեդիա գրագիտությունից, բայց միևնույն ժամանակ մենք շփոթում ենք կներեք բառս համար անտասդիրակությունը ազատ խոսքի հետ, մենք շփոթում ենք ոչ օբյեկտիվությունը մեդիա դաշտի հետ։ Մեր հանրությունը ցավոք այսօր խնդիր ունի օբյեկտիվ լրատվական լրատվություն ստանալու համար։ Այդ ինչը հիմա մենք կոչում ենք fake news, fake-եր եւ մնացած բաներ, դա միշտ եղել է։ Պարզապես հիմա դա շատ տարածվել է, որովհետեւ սոցիալական ցանցերը լայն դաշտ են ապահովում այդ կեղծիքի, ստի, ոչ ճիշտ ինֆորմացիայի համար։ Եվ դա միշտ ունի իր սպառողը, այդ սպառողը միշտ շատ է։ Ինչ-որ իմաստով մի քիչ դոնկիխոտություն է ստացվում պայքարել այդ կեղծիքի դեմ, որովհետև դա միշտ լինելու է։ Հնարավոր չէ դա վերացնել։ Չկա մի հասարակություն, անգամ ամենազարգացածը, որը կարող է հպարտանալ ասել, որ մենք չունենք դա։ Վերցրեք Եվրոպան, Ամերիկան, ցանկացած հասարակություն, միշտ դա կա։ Ինչը չի նշանակում, որ պայքարը դրա դեմ անիմաստ է։ Մեդիա գրագիտությունը ներդրվում է սկսած մանկապարտեզներից։ Հանրային լրագրության ակումբի նախագահը խոսեց ներդրված չափորոշիչներից, այլ հարց է, թե ինչպես են դրանք իրագործվում։ Կրթություն, կարծում եմ, որ արմատներն այստեղ են եւ ոչ միայն ֆորմալ կրթություն, այլ շարունակական կրթություն, ծնողական համայնքի կրթություն, անընդհատ կրթություն, մեծահասակների կրթություն։ Ֆինլանդիան մեզ համար լավ օրինակ է, որովհետեւ ֆինական փորձը շատ հետաքրքիր է եւ ֆինական հասարակությունը արդեն տարիներ շարունակ այսպես գրավում է առաջին թոփ, հա, երկրների շարքում է, որտեղ որ հասարակությունն ամենապաշտպանվածն է։ Մեդիա գրագիտության ֆինլանդական փորձում շեշտը դրված է սոցիալական դրական փոփոխություններ բերող մեդիա կոնտենտի ստեղծմանը։ Որոշ երկրներ էլ ընտրել են սոցիալական ցանցերը սահմանափակելու ճանապարհը։ Հայ մասնագետները սա լավագույն լուծումը չեն համարում։ Ըստ նրանց ավելի լավ է զինվել գիտելիքներով, քան վախենալ համացանց մուտք գործելուց։ Չենք կարող փակվել, պարփակվել աշխարհից եւ ասել մենք այդ դեպքում պաշտպանված կլինենք։ Միևնույն է մեզ ինչ որ մի կերպ այդ ամենը հասանելի կդառնա, կարծում եմ այսպես կարևոր ներդրումը դա հենց կրթության մեջ ներդրումն է։ Այսօր մեր երիտասարդության մեծ մասը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում ու կարևորը որ նրանք գիտելիքով զինված լինեն, կարողանան տարբերել կեղծ լուրերը իրական փաստերից, զարգացնել քննադատական մտածողությունը։
Մենք աջակցում ենք մեդիագրագիտության հմտությունների զարգացմանն ուղղված նախագծերին։ Մեդիագրագիտության զարգացմանն ուղղված կրթական ծրագրերը ոչ միայն երեխաների, նաև նրանց ծնողների, մանկավարժների համար են։ Հանրային լրագրության ակումբը հեղինակել է նրանց համար ուղեցույցներ, սեղանի ու համակարգչային խաղեր, որոնք օգնում են հաղթահարել մեդիա հարթակի եւս մեկ մարտահրավեր, որի հեղինակը արհեստական բանականությունն է։ Ստեղծվում են տեսանյութեր, որոնք իրականից շատ դժվար է տարբերել։ Ուրեմն այսօր ոչ միայն կարդացածին ու լսածին անվերապահ չպետք է հավատալ, նաև տեսածին։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն